ազատվելու է Վեհարանը նմանատիպ մարդկանցից եւ Վեհարանը վերադառնալու է Վեհին։ Պատասխանեցիք, ես այլ հարց է։ Ես ասեցի, շատ երկար խոսեցիք։ Որ եկեղեցի որ նիկոլականներով է շրջապատում, ուրեմն ինքը հոգևոր միջավայր է ստեղծում, հա, այստեղ։ Թույլ տվեք ընդհանրապես ձեզ հետ չհամաձայնեցնել ձեր ձևակերպման հետ, նիկոլական ձևակերպման հետ, այստեղ կա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Բախի ես ասում նիկոլական։ Մենք բոլորս էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիենք։ Իսկ նիկոլական լինելը պատիվ է եւ ոչ մեր թագավորն է եւ մենք պարտավոր ենք եւ պետք է հարգենք մեր վարչապետին, որպես մեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հայաստանի Հանրապետությունն է, թագավորություն։ Շարունակում ենք։ Խոսքի ասեցի, ասի մեր վարչապետ։ Մենք ավարտենք, դուք հետո դուք որպես քաղաքացի ձեր տեսակետը կարող եք։ Դե իրեք հոգով վրա եք տալիս, ես էլ Չէ, շնորհակալ եմ։ Վրա տալը քրեական բան է, հանցանքի հոդվածը գործում է։ Մենք արդեն իմունիտետ ունենք, դիմադրում ենք։ Ժամանակին էլ ինքս էլ վրա տալիս է որպես լրագրող։ Դե հոդվածով բախեցնում եք։ Եթե հոդվածից ձեր վրա այդ հոդվածը մեր վրա է, մի խանգարեք էլի։ Շարունակենք։ Հարգելի քաղաքացի, շարունակենք ու զրուցենք։ Ճանաչում եք իրեն, պատգամավոր է։ Ես չեմ ճանաչում, բայց Հայաստանի քաղաքացի։ Ասում եք բոլորը նիկոլականներ են։ Տեսեք, որ մեր Հայաստանի Հանրապետության հոգևոր արժեքներ կրող հոգևոր արժեքներ կրող քաղաքացիներ են հավաքված այստեղ։ Ինչ ինտեղ բան չկա, եկեղեցի չկա որ։ Ինչի՞ չկա, այնտեղ էլ ենք մտնում, ստեղ էլ ենք մտնում։ Մարդու իրավունքն է։ Էջմիածին էլ կեթանք։ Որ Փաշինյանը չասած չեք գալու եք էլի։ Էլի եմ գնացել, խի։ Չես տեղ գալու եք։ Հա, անցյալ անգամ իմ կամքով եկել եմ։ Ով պետք է ինձ ասի։ Խի պետք է ասի որ։ Ինչ կոչ։ Կարող էր մարդը չլսել այդ կոչին, չհետևել եւ չգալ։ Քոչարյանը անում, Կներեք էլի, ես Քոչարյանը Սերժ ինչ կապ ունի ստեղ ես։ Նիկոլ Փաշինյանը կոչ չի արել։ Շնորհակալ եմ համախմբված ձևով եկել։ Ավարտենք։ Սերժը, խնդրում եմ, գնացեք երրակոմ իրար հետ ջանասեք։ Հիմա թողեք մենք խոսենք, հա։ Ձեր այն որ հասան Քոչին ու Սերժին։ Ախպեր Քոչն ու Սերժը ինչ կապ ունի իմ հետ։ Ես դու փորիչամ։ Դե ուրեմն միակողմանի հարցեր մի տա։ Արդեն մոռացա միտքս որտեղ կտրեցի։ Շնորհակալ եմ նախ ձեր նիկոլական լինելը պատիվ։ Այո, լրագրողը նշում է Փաշինյան, պարոն Փաշինյան։ Մեծարգով վարչապետ։ Չի ասում եք Ռոբերտ Քոչարյան, ասում եք Նիկոլ։ Մարդու Նիկոլական լինելը հպարտություն։ Ինչ որ Քոչարյանը Նիկոլ է կողակի ասում։ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Չենք խորշում ասել Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյան։ Իսկ որ ուշտեղ զրույց եք տալիս Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Եղբայր, մեր Հայաստանի Հանրապետության վարչապետին ասում եք Նիկոլ։ Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Բա Փաշինյան չի ասում։ Ասում եմ Նիկոլ Փաշինյան, Տիկին Պալյանը ասում է նիկոլական լինելը պատիվ է։ Չի ասում, Վահե Մակարյանը ասեց, այստեղ հավաքվել են նիկոլականները։ Այո, ես էլ ասում եմ, այստեղ հավաքված են Հայաստանի Հանրապետության հոգևոր արժեքներ կրող քաղաքացիները, իսկ ձեր ձևակերպմամբ այդ նիկոլական, որ ասում եք, նիկոլական լինելը պատիվ է եւ ոչ ամոթանք։ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը, խնդրում եմ, էլի հարգելի քաղաքացի, ավարտեմ միտքս։ Մենք շատ ենք հարգում եւ ողջունում ենք իրանց։ Լավ իմացեք։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր վստահում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սերն ու վստահությունը եւ վայելում է սերն ու վստահությունը եւ ես ձեզ ուզում եմ վստահեցնել, քանի որ նորից քաղաքական երանգներ տվեցիք, մենք 26 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նորից ստանալու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայների մեծամասնությունը եւ նորից ի տխրություն ձեզ արդեն ձեր ասածով թվանկարչությամբ զբաղվի բան անի, հա, տենց իրան տենց եք ձեր քաղաքական հայրերի ձեռագիրը մեզ չվերագրեք։ Մենք վերջ ենք տվել այդ ձեռագրին, եկեք անուններ չհնչեցնեմ, քաղաքացին խոսեց բավականին դրա մասին։ Վիրավորական եւ գնահատական։ Իսկ իմ ասացի հիմքում քաղաքական հայրը ո՞րն է։ Իմ ասացի հիմքում ընկած է քաղաքացիների ամենօրյա շփումը, մեր կատարած աշխատանքը եւ խնդրում եմ այստեղ Մուկուչյանին կամ այդ հայտնի նկարչական գործունեությունը չհիշեք։ Ես հեգնեցի ձեր ասածը, երբ որ հեգնում եք, չէ, նախկինում ասում եք Ես ասում եմ մենք կրելու ենք ընդհանրապես Մուկուչյանին չեք ասում նկարչությունը անում նկարչության հետ։ Մենք առանց նկարչության, մենք լեգիտիմ ընտրություններով ես ասում եմ ինչ որովհետեւ
Ես վստահ եմ, որովհետև տեսնում եմ մեր ամենօրյա աշխատանքը, ավարտում եմ ձեր քաղաքական հայրը, նորից եմ կրկնում, դուք շատ լավ գիտեք ով է, ես այլևս չեմ պատասխանում ձեր հարցերին, ստեցություն, շնորհակալություն։ Ես ձեզ չեմ վիրավորում։ Ձեր քաղաքական հայրն էլ Նիկոլ Փաշինյանն է։ Ես ձեզ չեմ վիրավորում, ես ասում եմ Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական հայր ունենալը դա պատիվ է։ Իսկ ես քաղաքական հայր չունեմ։ Ուրախ եմ ձեզ համար, ստեցություն, շնորհակալություն։ Ես չունեմ պատասխան, ես իմ ասելիքը ասել եմ։ Ուշադիր լինեք։ Ինչու եք ասում, ես քաղաքական հայր ունեմ, տեղյակ եք։ Մի հոգում պատասխան Ավետարանական այսօրվա հատված ընտրել են դարձյալ Ուգաս Եվ Նազարեթ ում նա սնվել մեծացել էր և ըստ իր սովորության շաբաթ օրը ժողովարան մտավ և նրան տվեցին Եսայի մարգարեի գիրքը և նա վեր կացավ ընթերցելու և